Ռումինիան օդ է բարձրացրել 2 F-16 կործանիչ Ուկրաինայում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների պատճառով, հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը։ Ռումինիայի ռազմաօդային ուժերի 2 F-16 ինքնաթիռներ օդ են բարձրացրել Բորչեի 86-րդ ավիաբազայից օդային իրավիճակը վերահսկելու համար, ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Նախարարությունը պարզաբանել է, որ կործանիչները օդ են բարձրացվել Ուկրաինայում Ռումինիայի հետ սահմանի մոտ ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։ Ավելի քան տասնյակ աֆրիկյան երկրներ պայքարում են կապիկի ծաղկի բռնկման դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպայի կողմից տրամադրվող օգնության կրճատման ֆոնին, իսկ տեղական առողջապահական համակարգերը պատրաստ չեն պայքարել վիրուսի տարածման դեմ, հաղորդում է Financial Times-ը։ Ավելի վաղ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Աֆրիկայում կապիկի ծաղկի բռնկումը հայտարարել էր միջազգային մտահոգության հանրային առողջապահության արտակարգ իրավիճակ։ Աֆրիկյան տասնյակից ավելի երկրներ պայքարում են կապիկի ծաղկի բռնկման դեմ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից տրամադրվող օգնության կրճատումները փխրուն առողջապահական համակարգերը անպատրաստ թողեցին տարածվող վիրուսի դեմ պայքարը, գրում է թերթը։ Թեհրանում Չինաստանի դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին առայժմ ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց, քանի որ տարածաշրջանում անվտանգության ռիսկերը դեռևս բարձր են։ Իսրայելը և Իրանը վերջերս հրադադարի համաձայնության եկան, սակայն տարածաշրջանում իրավիճակը մնում է խիստ անորոշ, իսկ Իրանում անվտանգության իրավիճակը շարունակում է մնալ լուրջ և բարդ։ Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունը հիշեցրել է Չինաստանի քաղաքացիներին առայժմ ձեռնպահ մնալ Իրան այցելելուց, ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ, որը չորեքշաբթի օրը տեղադրվել է իր պաշտոնական WeChat էջում։ Դեսպանությունը խորհուրդ է տվել տարածաշրջանում գտնվող Չինաստանի քաղաքացիներին լավ հոգ տանել իրենց անվտանգության մասին, պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին և խուսափել զգայուն գոտիներ այցելելուց։ Միառժամանակ ընդգծվում է, որ եթե Չինաստանի քաղաքացիները այնուամենայնիվ պնդեն Իրան մեկնելու հարցում, նրանք պետք է տեղյակ լինեն, որ կարող են բախվել չափազանց բարձր անվտանգության ռիսկերի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրամանագիր է ստորագրել, որով կասեցվում է երկրի համագործակցությունը ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը։ Փեզեշքյանը հրամանագիր է ստորագրել, որով կասեցվում է AMG հետ համագործակցությունը, նշվում է հրատարակությունը։ Ադրբեջանի գործողությունները Սպուտնիկ Ադրբեջանի լրագրողների նկատմամբ թելադրված են ոչ թե նրանց աշխատանքի նկատմամբ հավակնություններով, այլ նկատառումներով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Lenta.ru-ն։ Ակնհայտ է, որ դրանք միջոցներ են, որոնք ձեռնարկվում են այլ նկատառումներից ելնելով։ Կրկին այդ մասին հայտարարվել է դեսպանին, ասել է Զախարովան։ Նա հավելել է, որ Բաքուն երբեք որևէ հավակնություն չի ունեցել պարբերականի և նրա աշխատակիցների աշխատանքի նկատմամբ։ Լիբանանի բանակի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել Սիրիայի սահմանակից տարածքներում վերահսկողությունը ուժեղացնելու համար Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման սպառնալիքի պատճառով։ Այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։ Կայունությունը պահպանելու համար սահմանային գոտում իրականացվում է ինտենսիվ պարեկություն, տեղադրվել են լրացուցիչ դիտորդական աշտարակներ, նշվում է տեքստում։ Պենտագոնը շարունակում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել Ուկրաինային հետագա ռազմական օգնության հավաստի տարբերակներ, որոնք համապատասխանում են հակամարտության դադարեցման նպատակին, ասել է նախարարության քաղաքականության տնօրեն Elbridge Colby-Kevin մի շարք զենքի մատակարարումների կասեցման ֆոնին։ Երեքշաբթի օրը Պոլիտիկոն հաղորդել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինային զինամթերքի և զենքի մատակարարումները, քանի որ ամերիկյան պաշարները նվազում են։ Սպիտակ տան խոսնակ Աննա Քելին NBC-ին հաստատել է դադարեցման մասին, նշելով, որ որոշումը կայացվել է Ամերիկայի շահերը առաջնային տեղում դնելու համար։ Գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիր ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում խոզարկություններ են ընթացել։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Այս խոզարկությունը Սամվել Կարապետյանի վերաբերյալ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի հետ կապ չունի, հայտնել են քննչական կոմիտեից։
Գործարար Սամվել Կարապետյանի դեմ հաղորդում է ներկայացրել անձամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Այս մասին հայտարարել է Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։ Այս ակնհայտ ապօրինի հետապնդումը սկիզբ է առել գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։ Ես նման դեպք չեմ հիշում, որ գլխավոր դատախազը հենց ինքը հաղորդում ներկայացնի, ասել է փաստաբանը։ Վարդևանյանի խոսքով դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածը հիմնավորելու տեսանկյունից էական նշանակություն ունի հենց գլխավոր դատախազի տված հաղորդումը։ Այդ հաղորդումը մեզ չի տրամադրվել, այդ հաղորդման պատճենն առկա չէ մեզ ու դատարանին տրամադրված նյութերում։ Այն պարզապես տեղ է գտել քննիչի միջնորդության մեջ, ընդգծել է Սամվել Կարապետյանի փաստաբանը։ Միքայել Սրբազանը ներողություն, բայց պարտավոր է դիրքորոշումը փոխել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է քաղաքացիական պայմանագրից հեռացված падգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու եւ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին, որից Սրբազանը հրաժարվել է։ Աղազարյանը համակարծիք չէ այն պնդմանը, թե նման առաջարկով իշխանության ջրաղացին ջուր են լցնում, հաստատելով, որ հոգեվորականները քաղաքականությամբ են զբաղվում։ Հոգեվորականը քաղաքացի է, պետությունը կանգնած է մարտահրավերների առաջ, որի լուծումը անհանգստություն է առաջացնում։ Հիմա եթե բոլորի կողմից հարգված եւ ընդունված հոգեվորականը գա, 6-7 ամսով զբաղեցնի վարչապետի պաշտոնը եւ բոլոր քաղաքական ուժերն իրենց ծրագրերով ներկայանան ժողովրդին եւ գնան 26 թվականի ընտրություններին, դա նշանակում է, որ հոգեվորականությունը զբաղվում է քաղաքականությամբ, ոչ հոգեվորականներն ընդհանրապես օգնում են այս ճգնաժամից դուրս գալ, նշել է Աղազարյանը։ Տույժ ուղևարձը չվճարելու դեպքում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, կողմ է եղել 62 դեմ 27 падգամավոր։ Օրինագծով վարչական տույժ է նախատեսվում Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղևարձը չվճարելու դեպքում, 3000 դրամ տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում, 10000 դրամ չվճարելով օգտվելու դեպքում, 15000 դրամ այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ճեղքել է երկրների միջև դիվանագիտական լռությունը, ինչը կարող է հիմք հանդիսանալ Եվրոպայում ուկրաինական հակամարտության պատճառները հասկանալու համար։ Այս մասին հայտնել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։ Հաշվի առնելով խոսակցության ահա այսպիսի երկարությունը, կարելի է հուսալ, որ առաջնորդները շփման ինչ-որ կետեր են գտել իրենց դիրքորոշումներում։ Համենայն դեպս ճեղքված է մեր երկրների միջև դիվանագիտական լռությունը եւ սա շատ կարեւոր քայլ է այն իրավիճակը հասկանալու հնարավորության ուղղությամբ, որը հանգեցրել է հակամարտությանը, ընդգծել է նա։ Պատգամավորը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի առաջնորդը բավարար բանականություն կունենա դադարեցնելու այն քաղաքականությունը, որը Ֆրանսիան տարիներ շարունակ վարել է Ուկրաինայի ճգնաժամի հարցում։ Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը մեկնաբանել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը, որում նա հայտնել է Գազայի հատվածում հրադադարի մասին։ Մասկը նշել է, որ պետք է արժանին մատուցել Թրամփին, ով հաջողությամբ լուծել է մի քանի լուրջ հակամարտություններ ամբողջ աշխարհում։ Հուլիսի 1-ին Թրամփը հայտնել էր, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60 օր ժամկետով հրադադարի պայմանների հետ։ Դա հնարավոր է դարձել իր ներկայացուցիչների միջոցով, որոնք տևական եւ արդյունավետ հանդիպում են ունեցել Իսրայելի ղեկավարության հետ։ Իրանի միջուկային օբյեկտները լուրջ վնասվածքներ են ստացել ամերիկյան հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել Ֆորդուի ուրանի հարստացման գործարանում, որին ամերիկյան զինվորականները հարվածներ են հասցրել։ Միևնույն ժամանակ այս պահին հայտնի է, որ օբյեկտները լուրջ եւ խիստ վնասվել են, ասել է դիվանագետը։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը ներկայումս իրականացնում է գնահատում եւ վերլուծություն, եւ զեկույցը կներկայացվի կառավարությանը։ Քանի դեռ հստակ տվյալներ չկան վնասի չափերի վերաբերյալ, անհրաժեշտ է սպասել գնահատականներին։ Հնարավոր է արդյոք վերագործարկել միջուկային օբյեկտները եւ արդյոք դրանք կվերագործարկվեն, ասել է նախարարը։ Լեհաստանը եւ Բալթյան երկրները Ուկրաինայից հետո վերադարձվում են եւս մեկ ռազմական փորձադաշտի եւ եթե նրանք կրկին ցանկանան անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրանց ընտրությունն է։ Այս մասին հայտարարել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստում, հաղորդում է Բելտան։ Ոչ ոք չի ուզում հիշել, թե ինչպես ավարտվեց, ինչպես այժմ նորաձև է ասել Հիտլերի Եվրոպական միությունից արևելք ուղղված արշավանքը։ Ահա թե ինչու Լեհաստանը եւ Բալթյան երկրները թույլ են տալիս, որ Ուկրաինայից հետո իրենց վերածեն եւս մեկ ռազմական վարժանքի։ Ոչ մի այլ կարգավիճակում մեր ամենամոտ հարևանները որևէ հետաքրքրություն չեն ներկայացնում արևմուտքի համար, եթե նրանք ցանկանան կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրանց ընտրությունն է, ասել է Բելարուսի առաջնորդը։
Իրանը երկարաձգել է մի շարք շրջաններում ներքին եւ միջազգային չվերթների արգելքը մինչեւ չորեքշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը, թողնելով երկրի տարածքով միջազգային տարանցիկ չվերթների հնարավորությունը, հայտնել է Հանրապետության ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ախավանը։ Մենք խնդրում ենք մեր համաքաղաքացիներին զերծ մնալ երկրի հյուսիսում, հարավում եւ արևմուտքում գտնվող օդանավակայաններից, այդ թվում Մեհրաբադ օդանավակայանից եւ Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայաններից օգտվելուց։ Երկրի հյուսիսում, հարավում եւ արևմուտքում, ինչպես Իրանի, այնպես էլ դրա սահմաններից դուրս չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչեւ չորեքշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը, ասել է նա երկրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մանրակրկիտ հետևում է Սումսկի մարզում Ռուսաստանի զինված ուժերի առաջխաղացմանը։ Կտեսնենք, ինչ կլինի հետո, ես դա ուշադիր հետևում եմ, նշել է նա, պատասխանելով լրագրողի հարցին, փոխանցում է Reuters-ը։ Հունիսի 25-ին Թրամփը նաև ասել էր, որ վստահ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է լուծել ուկրաինական հակամարտությունը։ Նա հավելել էր, որ Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի նման հակամարտությունների կանխման գործում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարի խոսքով Մոսկվան գնահատում է Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի եւ անձամբ Թրամփի ջանքերը Ուկրաինայում ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները չափազանց կարևոր են։ Նրանք, ովքեր ցանկանում են փչացնել, դրանք պետք է լավ մտածեն, թե ինչ են անում։ Հայտարարել է Ռուսաստանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Շատերը պարզապես ցանկանում են տաքացնել իրենց ձեռքերը դրանով, բայց թող զգույշ լինեն, որ դրանք չայրվեն, որովհետև կարծում եմ երկու ազգերի համար էլ բարեկամական հարաբերությունները իսկապես չափազանց կարևոր են, եւ նրանք, ովքեր ցանկանում են փչացնել, դրանք պետք է լավ մտածեն, թե ինչ են անում, ասել է Զախարովան։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հիշեցնելով, որ ուկրաինական հակամարտությունը արևմուտքի քաղաքականության ուղղակի հետևանք է, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելիս Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ուկրաինական հակամարտությունը արևմտյան պետությունների քաղաքականության ուղղակի հետևանք է, որոնք տարիներ շարունակ անտեսել են Ռուսաստանի անվտանգության շահերը, Ուկրաինայում ստեղծել հակառուսական հենարան, հանդուրժել ռուսախոս բնակիչների իրավունքների խախտումները եւ այժմ վարում են ռազմական գործողությունները երկարաձգելու քաղաքականություն, Կիևի ռեժիմը լիցքավորելով տարբեր ժամանակակից զենքերով, ասվում է հայտարարության մեջ։ Հեծը պետականացնելու նախագիծը կյանքի կկոչվի։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունները, որոնք իշխանությանը թույլ կտան կյանքի կոչել հեծը պետականացնելու նախագիծը։ Գործող օրենսդրությունը թույլ չի տալիս սկսել այս գործընթացը, դրա համար էլ քաղաքացիական պայմանագիրը փոփոխություններ է նախաձեռնել էներգետիկայի մասին եւ հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքներում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել է հեծի աշխատակիցներին ներկայացնելով, թե ինչ է սպասվում նրանց ընկերության պետականացումից հետո։ Նա մասնավորապես նշել է, հեծի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր հեծ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն։ Հեծի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։ Նրանք, ովքեր առաջին երկու խմբերին չընթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն եւ նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի, նշել է Փաշինյանը։ Էջմիածին իրավապահներ ուղարկելը վերջն է, այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հարիկյանը, անդրադառնալով օրեր առաջ Մայրաթոռում տեղի ունեցած իրադարձություններին, որին հետևեց նաև Միքայել Սրբազանի կալանավորումը։ Իր բոլոր արածների մեջ ամենասրբապիղծն այն էր, որ ոստիկաններ ուղարկեց Էջմիածնի վրա։ Տեսեք, չեմ ասում ճիշտ էր, սխալ էր։ Ցանկացած մարդու ցանկացած տեղ կարելի է դերփակել, բայց համարձակվել Էջմիածնի վրա ոստիկաններ ուղարկել, դա վերջն է։ Եվ դա ԱԻՄ-ի բոլոր տեսակի հայտարարությունների հիմքում է ընկած։ Ինչևէ, ինքը մնում է հավատարիմ իրեն որպես եւ գիտեք, սատանայակերպ մտածող մարդկանց վտանգավորությունն այն է, որ նրանք որոշ ճշմարտություններ ասում են, անառարկելի ճշմարտություններ,
որպեսզի դրան զուգահեռ իրենց ամենաստոր արարքները արդարացնեն։ Ով չգիտե, որ ընդունված կանոնները պետք է պահպանել, բայց կրկնում եմ հիմնական միտքը նրանով, որ ինքը համարձակվեց իջմիածին ոստիկաններ ուղարկել, նույնիսկ այլադավ հոգևորականները իշխանությունները զգուշացել են Աստծո տան վրա զորք ուղարկել։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդի հետ, այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներն, օգտագործելով երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների հաստատման եւ խաղաղության մասին համաձայնագրի կնքման կարեւորությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության համար։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը անդրադարձ է կատարել նաեւ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային խաղաղության խաչմերուկի գաղափարի ներքո։ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը ուղարկվել են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան։ Նախաքննության ընթացքում Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ օրենքով սահմանված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։ Քրեական վարույթով նախաքննություն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Հուլիսի 1-ին տեղի է ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են քաղաքացիական պայմանագրի գրասենյակից։ Քննարկվել են Արագածոտնի մարզում տարվող աշխատանքներին եւ կուսակցության հերթական համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր։ Որոշվել է միավորվել կուսակցության վաղ շաբաթի եւ խոյի տարածքային կազմակերպությունները։ Հաստատվել է կուսակցության վարչության եւ վերահսկող հանձնաժողովի թեկնածուների ցանկը։ Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության թեկնածու։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարծում, որ միլիարդատեր Իլոն Մասկի համար նպատակահարմար կլինի հրապարակային վեճի մեջ մտնել իր հետ, որը կարող է ազդել հարկերի կրճատման եւ պետական ծախսերի կրճատման վերաբերյալ օրինագծի հաջողության վրա։ Ես չեմ կարծում, որ նա պետք է այդ խաղը խաղա ինձ հետ, լրագրողներին ասել է Թրամփը Ֆլորիդա ժամանելուն պես, երբ նրան հարցրել են, թե արդյոք Մասկի հետ իր հակամարտությունը կարող է բարդացնել օրինագծի ընդունումը ԱՄՆ կոնգրեսում։ ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ հարցը կարող է քննարկվել Միացյալ Նահանգների կառավարության արդյունաբերության դեպարտամենտի կողմից եւ Միացյալ Նահանգները կարող է մեծ գումարներ խնայել Մասկի դեմ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքերը Ուկրաինայում զինված հակամարտության ընթացքում ընտրություններ անցկացնելու մտադրության բացակայության մասին չեն դիմանում, քննադատությանը պատմության մեջ հակառակ նախադեպեր եղել են։ Այս մասին հայտարարել է ամերիկացի լրագրող Ռիկ Սանչեսը ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզիայի հետ YouTube-յան ալիքում տված հարցազրույցում։ Դուք ճիշտ եք, Վոլոդիմիր Զելենսկու ժամկետն ավարտվել է եւ նա որոշել ընտրություններ չանցկացնել։ Շատ կարեւոր է ինձ համար, որպես ամերիկացու ընդգծել է նա։ Լրագրողը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը 19-րդ դարում երկրում քաղաքացիական պատերազմի գագաթնակետին չի հրաժարվել անցկացնել ընտրություններ, որոնք կարող էր պարտվել։ Հետևաբար Սանչեսի կարծիքով զինված հակամարտությունը դարձել է Զելենսկու համար իշխանությունը շարունակելու պատրվակ։ Seven Vision Resort and Places դդվինը հյուրընկալեց Երևան Դայլըք 2025-ը։ Այն համաշխարհային առաջնորդներին, փորձագետներին եւ նորարարներին միավորող կարևոր հարթակ է ուղղված ժամանակակից աշխարհի հրատապ խնդիրների լուծմանը։ Առաջին անգամ անցկացված ֆորումն արդեն ապացուցել էր իր արդյունավետությունը եւ այս տարի եւս այն խորությամբ անդրադարձավ գլոբալ խնդիրներին, աշխարհաքաղաքական լարվածությունից եւ տնտեսական անորոշությունից մինչեւ կենսաբազմազանության կորուստ եւ արհեստական բանականության ազդեցություն։
Ֆորումը դարձավ համագործակցության եզակի հարթակ պետական, ակադեմիական, հասարակական եւ մասնավոր ոլորտների ներկայացուցիչների համար, նպատակ ունենալով ձևավորել համատեղ լուծումներ։ Իսկ այս ամենի ֆոնին Seven Vision Resort and Places Դդվինը իր բացառիկ միջավայրով, ճաշակով եւ բարձրակարգ հյուրընկալությամբ ապահովեց միջոցառման պատշաճ մակարդակը, դարձնելով այն հիշարժան եւ արդյունավետ։ Վաշինգտոնը պետք է ձգտի արգելել Իրանի ուրանի հարստացման եւ բալիստիկ հրթիռների բոլոր ծրագրերը Իսլամական Հանրապետությանը միջուկային զենքի մշակումը կանխելու համար, ասվում է ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձևի նախագծում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Պալատը աջակցում է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու քաղաքականության նպատակին, ուրանի հարստացման բոլոր գործունեության, զենքի մշակման եւ բալիստիկ հրթիռների արձակման համակարգերի վրա մշտական ստուգելի արգելքի միջոցով, ասվում է փաստաթղթում։ 2026 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում, հուլիսին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 2026 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հուսով ենք կանցկացվի Թուրքիայում հուլիսին։ Մենք կհյուրընկալենք ՆԱՏՕ-ի առաջնորդներին մեր մայրաքաղաք Անկարայում եւ հող կպատրաստենք շատ կարևոր որոշումների համար։ Երկուշաբթի օրը կառավարության նիստից հետո ուղղված իր ուղերձում ասել է Էրդողանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տատական հայց է ներկայացրել Լոս Անջելեսի իշխանությունների դեմ անօրինական ներգաղթի դեմ պայքարի քաղաքականության իրականացմանը խոչընդոտելու համար, որը հանրապետականի նախընտրական քարոզարշավի կենտրոնում էր։ Մասնավորապես փաստաթղթում, որը ՌԻԱ Նովոստին ուսումնասիրել է, նշվում է Լոս Անջելեսի վարչակազմի կողմից իրականացվող ապաստարանային քաղաքի քաղաքականության անօրինական եւ հակասահմանադրական բնույթը, որը ենթադրում է քաղաքային միջոցների օգտագործման արգելքի սահման դաշտային ներգաղթային քաղաքականություն իրականացնելու համար։ Նախագահ Թրամփի 2024 թվականի նոյեմբերի 5-ի ընտրություններում հաղթանակից մի քանի օր անց Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ձգտելով խափանել ամերիկյան ժողովրդի կամքը տեղահանությունների վերաբերյալ սկսեց ապաստան քաղաքի քաղաքականությունը օրենքի մեջ ներառելու գործընթացը, ասվում է դատական հայցում։ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանոր Ստիվեն Ուիտկովը շարունակում է Իրանի հետ քննարկումները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի վերաբերյալ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Մեր հատուկ դեսպանոր Ստիվենը կապի մեջ է իրանցիների հետ թե անմիջականորեն, թե միջնորդների միջոցով։ Այս կապը շարունակվում է, նախագահ Դոնալդ Թրամփը չի կապնվել Իրանի հետ, ասել է նա։ Զվարթնոց օդանավակայանում ազգային անվտանգության ծառայության սահմանապահները չեն թողել, որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի, պատճառաբանելով, թե իբր Արմեն Չարչյանի ելքը փակ է այն դեպքում, երբ դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ներքին գործերի նախարարությունից։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, սակայն հրապարակումից քիչ անց փաստաբանը տեղեկացրել է, որ Արմեն Չարչյանի սեկտ համակարգում արկա սահմանափակումը վերացվել է, խնդիրը լուծվել է։ Նա մասնավորապես գրել էր. այսօր Արմեն Չարչյանը պետք է մեկներ Մադրիդ, որտեղ վերջինս մասնակցելու էր հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսին, ընդ որում Արմեն Չարչյանը հանդիսանալով ադմինիստրատիվ խորհրդի անդամ այդ համագումարին պետք է հանդես գար ելույթով։ Սակայն մինչ այս պահը հարցը դեռ լուծում չի ստացել, սա լուրջ հարված է Հայաստանի Հանրապետության հեղինակությանը, լավ ինչքան կարելի է, ավելի վաղ հայտնել էր փաստաբանը։ Փաշինյանը հրահանգել է բոլորիդ կնստացնեմ ազգային անվտանգության ծառայության պատվալ։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ Նա խոսել է եկեղեցուն դեմ դուրս եկած իշխանությունների պլանների եւ հոգեվորականներին կալանքի տանելու պատճառների մասին։ Ես ունեմ ողջամիտ կասկածներ կամ նման կարծիք էլ կա, որ չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի դեմը դրվել է նոր պահանջ, որ խաղաղության պայմանագիր կոչված փաստաթուղթը կամ խաղաղության հռչակագիրի, այնքան որ խաղաղություն անուն լինի այնտեղ, կստորագրվի միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես հնազանդեցնի եկեղեցուն։ Այսինքն կամ եկեղեցին իր վեհապառով
պետքա փոխվի ըստ այդ պլանի։ Կամ Նիկոլ Փաշինյանը կհնազանդեցնի եւ եկեղեցին այլևս չի խոսի ազգային ինքնությունից, ցեղասպանության ճանաչումից, դատապարտումից, Արցախահայերի իրավունքից եւ հայկական եւ հայ գերիներից բախվում։ Սա է, եւ Նիկոլ Փաշինյանն էլ թուրք-ադրբեջանական հրահանգները կատարածելով եկել լծվել այդ գործին, որովհետեւ դա օդ ու ջրի պես իրեն 26-ի ընտրություններից առաջ անհրաժեշտ է ինչ, անհրաժեշտ է այդ փաստաթուղթը, որի վրա գրված կլինի խաղաղություն, որը նա Չեմբերլենի նման կտանի եւ կասի ես ես խաղաղություն եմ բերել։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Բագրատ Սրբազանին առնչվող քրեական վարույթին եւ մանրամասնել, թե ինչ են բարձել այսպես կոչված հանցավոր խմբի անդամների վերաբերյալ, որոնք իբրև թե պլանավորել են իշխանության ծավթում։ Նրա խոսքով իբր հանցավոր խմբի անդամները պլանավորել էին իրենց գործողությունները, որպիսի երկրում ստեղծեին անկառավարելի քաոս, մասնավորապես հավաքագրել էին 20-ից 25 հոգուց բաղկացած թիրախային խմբեր, որոնք պետք է իրականացնեին հստակ գործողություններ, ընդ որում գործողությունների կատարման ժամանակագրությունը պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների։ Ինչ վերաբերվում է Միքայել Սրբազանի կալանավորմանը, ապա քննչական կոմիտեի նախագահն ասել է, թե իրենց մոտ է հայտնվել Միքայել Աջապահյանի օրագիրը, որտեղ նա արտացոլել է իր յուրաքանչյուր օրվա գործողությունները 2022 թվականից, եւ այնտեղ կա թե ով պետք է գլխավորի շարժումը, ով առաջարկեց շարժումը գլխավորի, թե շարժման ձախողումից հետո ինչ հանդիպումներ եղան։ Արամ Ա վեհափառ հայրապետի ներկայացուցիչները հանդիպել են Գարեգին Բ վեհափառ հայրապետի հետ։ Նրանք Գարեգին Բ-ին են փոխանցել Արամ առաջինի մտահոգություններն ու այս իրավիճակից դուրս գալու նրա պատկերացումները։ Արամայի ներկայացուցիչները նաև լսել են Գարեգին երկրորդի մտահոգություններն ու տեսակետները։ Երկու սրբազան հայրերը հանուն վեհափառ հայրապետի եւ Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսության շեշտեցին հայ եկեղեցին ամուր ու կազմակերպ պահելու հրամայականը իր հոգեվոր առաքելության ու ազգային ծառայության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի գործադիր հրամանագիր, որով կվերացնի Սիրիայի դեմ պատժամիջոցները, միաժամանակ պահպանելով երկրի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի դեմ պատժամիջոցները, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Այսօր կեսօրին նախագահը կստորագրի գործադիր հրամանագիր Սիրիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների ծրագիրը չեղարկելու մասին երկրում կայունություն ու խաղաղություն խթանելու ջանքերի շրջանակներում։ Հրամանը կվերացնի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, միաժամանակ պահպանելով նախկին նախագահ Ասադի, նրա համախոհների, մարդու իրավունքների խախտողների, թմրանյութերի ապօրինի շրջանառության, քիմիական զենքի օգտագործողների, Դաիշի եւ նրանց դաշնակիցների, ինչպես նաեւ իրանական միջնորդ խմբերի նկատմամբ պատժամիջոցները, հայտնել է նա։ Ղրիմի կամրջի երթևեկությունը ժամանակավորապես արգելափակվել է, հայտնում է տեղեկատվական կենտրոնը տրանսպորտային անցման իրավիճակի մասին։ Ղրիմի կամրջի վրա տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես արգելափակված է, ասվում է հայտարարության մեջ։ Պատճառները չեն նշվել, երթևեկությունը փակվել է Մոսկվայի ժամանակով ժամը 21:03-ին։ Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հաղորդել է Չերկասիի մարզում անօրինական կերպով հանքանյութեր արդյունահանող պաշտոնյայի մասին, որը պետությանը պատճառել է 4.5 միլիոն դոլարի վնաս։ Այս մասին հաղորդվել է գերատեսչության կայքում։ Չերկասիի մարզում ոստիկանությունը կասկածների մասին է տեղեկացրել մետաղագործական արդյունաբերության ընկերության պաշտոնյային, ասվում է հաղորդագրության մեջ։ Քննության արդյունքում պարզվել է, որ կասկածյալը ձեռնարկության բաժիններից մեկի ղեկավարն է։ Նշվում է, որ հանքարդյունաբերական աշխատանքները չեն իրականացվել ընդերքի օգտագործման եւ պետության կողմից գնահատված պաշարների հաշվարկման ու ուրվագծի հատուկ թույլտվության համաձայն։ Այս պահին որոշվում է մեղադրյալի համար խափանման միջոց ընտրելու հարցը։ Նրան սպառնում է մինչև 8 տարվա ասատազրկում։ Թուրքիայում անտառային հրդեհների հետ կապված հրկիզման կասկածանքով բերման է ենթարկվել 31 մարդ, որոնցից 10-ը ձերբակալվել են, իսկ 10-ը ժամանակավորապես ազատ են արձակվել դատական վերահսկողության ներքո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով հունիսի 1-ից մինչ օրս երկրում տեղի ունեցել 1516 անտառային հրդեհ, որոնցից 1507-ը վերահսկողության տակ են վերցվել։ Հրդեհների մարմանը մասնակցում են մոտ 155 թաթիր, 25000 մարդ եւ մոտ 6000 ցամաքային մեքենա։ Տարբեր նահանգներում բռնկված որոշ հրդեհներ վերահսկողության տակ են վերցվել, 9 հրդեհաշիջումը շարունակվում է։ Իրավիճակի դեմ պայքարելու համար մենք օգտագործում ենք 27 ինքնաթիռ, 105 ուղղաթիռ եւ 14 անօդաչում թռչող սարք։
Եղանակը առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ։ Մարզերում հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-ից 5-ին գիշերը եւ երեկոյան հնարավոր են կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հուլիսի 6-ից 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամուշ գնացում։ Երևանում հուլիսի 2-ին եւ 7-ին կեսօրից հետո, 3-ից 6-ին գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Հուլիսի 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-ից 5-ին աստիճանաբար կնվազի 5-ից 7 աստիճանով։